ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր շտկումներ են կանում օրենքի մեջ, Տիկին Բաթոյան, ասեմ ձեզ, որովհետև չի կարա նման խնդիրներով գրանցված մարդը ուշադրության կենտրոնում չլինի։ Ինչքանով է կապված այսօրվա վիճակը ճանապարհային, պրոբլեմների հետ, դա կարա եւ կապված լինի։ Հոգեկան եւ նարկոլոգիական խնդիրնոցով մարդը պետքա լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետեւ այդպիսի մարդիկ պետքա վկայական ունենալու դեպքում լինեն հսկողության տակ, բայց թիվ ասեց, պարոն Ղազարյան, 2300 մարդ պարզվում է նման խնդիրներով վկայական են ունեցել։ Հիմա այդպիսի մարդը կարա ղեկին նստած պրոբլեմ մի պահի առաջանա, կարա եւ առաջանա։ Բայց երբ որ ինքը գրանցված է, մենք պետքա լինենք ուշադիր եւ այդ վկայականները տալուց պետքա բացառենք, այդպիսի խնդիրներ ունեցող մարդիկ վկայական ունենալու հնարավորություն։ Ավելին ձեզ ասեմ, վարչարության խստացման մենք եզրին ենք կանգնած, որովհետեւ անդադ խոսում ենք հեռախոսի օգտագործման պատճառով ուշադրությունը շեղելու պարագայում վթարների հնարավորությունը, որը այդպես էլ կա, ամբողջ աշխարհում շատ խիստ է, մեր մոտ շատ լիբերալ ենք մենք։ Երեխաների մեքենայի մեջ գտնվելու, մինչև 10 տարեկան երեխաների պահանջը մենք այդպես էլ չենք կատարել։ Դա էլ է խնդիր, որ պետք է լուծենք։ Բյուջետային քննարկման ժամանակ պարզվեց 10 երեխա մահացել են ավտովթարներից քարսիտ չունենալու պարագայում։ Ուզում ասեմ, մենք հանձնաժողովում կողմ ենք քվեարկել, մանրամասնակ քննարկվել, ուստի կոչ եմ անում, այս նախաձեռնությունը, որ շատ կարևոր է մեր ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման համար, ազգային ժողովը կողմ քվեարկի, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար